Ժամանակակից ֆուտբոլում արագությունը որոշում է ամեն ինչ։ Առավել եւս հիմա, երբ խաղադաշտում երկար մտածելու ժամանակ չեն տալիս։ Ֆուտբոլիստը պետք է կարողանա որոշում կայացնել հաշված վայրկյանների ընթացքում, ունակ լինի միանալ գրողներին եւ անհրաժեշտության դեպքում նաեւ ապահովագրել խաղանկերներին։ Եթե դու չունես արագություն, այս ամենը իրականացնել չես կարող։ Հիմա ֆուտբոլը ավելի հակագրոհային է դարձել, իսկ արագավազ խաղացողների պահանջարկը մեծացել է մի քանի անգամ։ Եթե դու չունես արագավազ ֆուտբոլիստ, ուրեմն դատապարտված ես անհաջողության։ Այսօր կխոսենք մերօրյա ֆուտբոլի ամենաարագավազ տղաների մասին, բայց մինչ այդ ունենք ավելի կարևոր անելիք։ Միասին կհասկանանք, թե մոտ ապագայում ինչ կարելի է սպասել Հայաստանի ազգային հավաքականից։ Ինչ մարզավիճակով են ֆուտբոլիստները մոտենում ղազախների դեմ խաղին։ Հենոն վերջին խաղին չմասնակցեց։ Քիչ-քիչ մարզավիճակ են հավաքում Օզբիլիսն ու Մանուչարյանը, իսկ Յուրան ու Արզումանյանը ինչպես միշտ անտեսվում են։ Ընդհանրապես ինչ պետք է անենք ես ու դու։ Ինչ պետք է անեն մեր պետական այրերը, որպեսզի ունենանք մարտունակ հավաքական։ Թիմը, որը թասիբով կխաղա ու անգամ պարտվելու դեպքում մենք նրանով հպարտ կլինենք։ Խորանալով պատճառների մեջ կփորձենք գալ որևէ տրամաբանական ու ռեալ եզրակացության։ Չէ՞ որ ազգային հավաքականը ժողովուրդն է, իսկ ժողովրդի առաջ բոլորս պարտավոր ենք անկեղծ լինել։ Գնացինք։ Ինտերֆուտբոլ հաղորդաշարին աջակցելու համար շնորհակալություն ենք հայտնում Եվրոֆուտբոլ բուքմեկերական ընկերությանը, որի նորացված կայքում կարող եք կատարել ցանկացած ճաշակի ու յուրաքանչյուր նախասիրության խաղադրույքներ։ Ամեն ինչ պետք է լինի պարզ եւ ընկալելի։ Միացեք ստորև տեղադրված հղման միջոցով։ Եվրոֆուտբոլ, խաղա քո դաշտում։ Ян, ну давай бей, нет. Удар Казаряна, гол! 3-2! 3-2 в пользу сборной Армении на последней секунде, последние минуты. Նախ սկսենք ավելի կարևոր ու ավելի խորը հարցերից, այնուհետև կանդրադառնանք արդեն առաջիկա խաղին։ Ընդհանրապես ֆուտբոլողակը փոքրիկ էպիզոդ է Հայաստանի տխուր իրականության համար։ Եթե թերանում են երկրի բոլոր կարևոր սֆերաները, ապա ինչու դա պետք է չանդրադառնա նաև ֆուտբոլի վրա։ Սակայն սա ուրիշ թողարկումների համար։ Ուրախալի է, որ հավաքականը գլխավորում է Արթուր Պետրոսյանի պես սրտացավ մարդ։ Ուրախալի է, որ մենք հրաժարվեցինք Շալանդների ու Սուքեսյանների տարբերակներից։ Բայց սա անգամ հարցի լուծման կեսի համարվել չի կարող։ Չեռնոգորներին հաղթեցինք զուտ էմոցիաների շնորհիվ։ Հիմա հնարավոր չէ եզրակացություններ անել Արթուր Պետրոսյանի մեթոդների վերաբերյալ։ Սակայն հստակ էր այն, որ Բալկանների նկատմամբ հաղթանակը ոչ թե օրինաչափություն էր, այլ լոկալ վերցրած մեկ հանդիպում, որտեղ տրամաբանություններ փնտրել պետք չէ, որովհետև առաջնային պլան էին դուրս եկել էմոցիաները։ Իսկ ինչ անենք, որ ունենանք չեմ ասում ուժեղ, բայց գոնե մարտունակ հավաքական։ Արդյոք որ ուղղությամբ է պետք թեքել զարգացման սլաքը։ Նախ անհրաժեշտ է փոխել մտածողությունը։ Մեզ համարձակ քայլեր են պետք։ Հիմա մեզ պետք է թիմ, որը կունենա խաղային հստակ փիլիսոփայություն։ Թիմը, որը կունենա խաղային ձեռագիր ու պատրաստ կլինի մարտնչել ցանկացած քառակուսու ու յուրաքանչյուր գնդակի համար։ Ձեզ վառօրինակ Իսլանդիայի հավաքականը։ Մասշտաբներով փոքր երկիր, որը ունի ֆուտբոլային երկարքյանք ապահովող հստակ մեխանիզմ։ Հավատացեք, որ չհաշված 1-2 ֆուտբոլիստի մեր տղաները սկանդինավներին չեն զիջում, ու հետո նրանք հենո չունեն։ Ուղղակի Իսլանդիայում ֆուտբոլի հետ առնչվող յուրաքանչյուր մարդ իր գործը սրտացավ է կատարում։ Շաբլոն խոսքեր ասել չեմ ուզում, բայց պայքարել հավաքականի հաջողությունների համար առաջին հերթին հայրենասիրություն է։ Ինչ է նշանակում ազգային հավաքական։ Բառը ինքնին արդեն ամեն ինչ ասում է։ Ազգ, ժողովուրդ։ Այ օրինակ սա ժողովրդական թիմ է։ Այստեղ եկը կմեռնեն խաղադաշտում, բայց երկրպագուներին չեն հիասթափեցնի։ Ֆուտբոլը կյանքեր է փրկում, ֆուտբոլով երկիր են ճանաչում։ Իսկ մենք ուղղակի երկրպագու ենք, օղակ, որը ոչինչ փոխել չի կարող։ Օդից չենք խոսում ասելով, որ պետք է փոխենք մտածողությունը։ Հիմա պետք է զոհել ներկան հետագայի համար։ Պետք չէ ընկնել արդյունքի հետևից։ Դա մեզ միայն խանգարի։ Շենքը առանց ֆունդամենտի չի կառուցվում։ Ուրիշների աչքերում ծիծաղի առարկա չենք դառնա, որ ունենք ընդամենը 6 թիմ։ Մեզ բազա է հարկավոր։ Մենք պրոֆեսիոնալ ու սրտացավ մարզիչների կարիք ունենք։ Կբացատրեք ինչ է նշանակում քֆուր տալ երեխային։ Շատ հեշտ է կոտրել դեռ չհասունացած մանուկի հոգեբանությունը։ Չեք էլ պատկերացնի ինչ հեշտ է։ Ու կխնդրեի սաչը շփոթել խիստ լինելու հետ։ Դուխ տալով, աջակցելով, դաստիարակելով ու ճիշտ գաղափարներ սերմանելով են կերտվում նոր սերունդներ։ Իր հասցեին հայհոյանք լսած երեխան մյուս անգամ խաղադաշտ դուրս գալ չի ուզենա։ Այսինքն մենք ոչնչացնում ենք պոտենցիալ նոր Հենրիկ Մխիթարյանների։ Իսկ օրինակ այն մանուկը ինչ անի, ով ապրում է մայրաքաղաքի սահմաններից դուրս։ Այս երեխան պետք է գումար ծախսի X կետից մայրաքաղաք հասնելու համար ու սրա հետ նաև ամսական գումար վճարի։ Ոչնչացավ, հոդս ցնդեց եւս մի պոտենցիալ Մխիթարյան։
Հիմա տեսնենք, թե ինչ մարզավիճակով են մեր տղաները մոտենում առաջիկա խաղին։ Ֆիզիկապես հնարավոր չէ խոսել բոլոր հրավիրվածների մասին, բայց մի քանիսի վերաբերյալ կարծիքներ իհարկե կլինեն։ Նամանավանդ հիմա Մխիթարյանից սպասելիքները շատ են։ Հենոն համակարգող ֆուտբոլիստ է, օրինակ ինչպես տարիներ առաջ Տոմաշ Ռոսնիցկին Չեխիայում, կամ ասենք Անդրեյ Շևչենկոն Ուկրաինայում։ Հենոն ստիպված կլինի խաղը ավելի շատ իր վրա վերցնել։ Եթե ղազախները չկիրառեն ավտոբուսային մարտավարություն, Մխիթարյանի գործը մի քանի անգամ կհեշտանա։ Ամեն դեպքում ամեն ինչ Հենոյի ուսերին բարդել պետք չէ։ Հենց դրա համար է իր րոպեներ առաջ ասում, որ մեզ հարկավոր է հստակ խաղային ձեռագիր։ Ձեռագիր, որը թույլ կտա հաջողություններ գրանցել առաջին հերթին թիմային գործողությունների հաշվին։ Ուղղակի հիմա վաղ է խոսել այդ մասին։ Տվյալ ասպեկտում մենք դեռ շատ անելիքներ ունենք։ Արաս Օզբիլիսը լավ մարզավիճակ է հավաքել։ Ցավոք մեր կիսապաշտպանը խաղում է միայն Բեշիկթաշի երիտասարդական թիմում։ Վերջին խաղերում Արասը արդեն 4 գնդակ է խփել, ցուցադրելով բավականին խելացի ու ինտենսիվ ֆուտբոլ։ Բայց եթե Օզբիլիսը չփոխի թիմը, կարծում եմ առաջընթացի փոխարեն ռեգրես կտեսնենք։ Այսօր Բեշիկթաշը վատ կազմ չունի, ու զարմանալի չէ, որ թիմը հաջող է հանդես գալիս նաև Եվրոպայում։ Եթե Արասը ուզում է առաջընթաց գրանցել, ուրեմն անհրաժեշտ կլինի փոխել թիմը։ Սա լավ կլինի եւ ֆուտբոլիստի եւ ազգային հավաքականի համար։ Արթուր Սարգիսովը ստաբիլ է հանդես գալիս, հաճախ դառնում է նաև գոլերի հեղինակ, բայց համաձայնվեք, որ ներքին տպավորություն կա, որ Արթուրը ավելին էր կարող։ Սարգիսովի պոտենցիալը այնպիսին էր, որ նա հիմա կարող էր առնվազն խաղալ, չգիտեմ, օրինակ Ռոստովում։ Մարկոս Պիզելին մեր հավաքականի ամենակրեատիվ խաղացողներից մեկն է։ Ցավոք նրա մոտ նույնպես առաջընթաց չնկատվեց։ Եկեք առարկաները իրենց անունով անվանենք։ Երբ եկավ ռուսական Կուբանից հեռանալու ժամանակը, մեր տղաները սխալ ընտրություն կատարեցին։ Հավատացեք, որ եւ Արասը եւ Մարկոսը իրենց պոտենցիալով կարող էին այսօր հանդես գալ օրինակ Զենիթի կազմում։ Ամեն դեպքում նրանցից սպասելիքներ եղել են, կան ու կլինեն։ Կարծում եմ Էդգար Մանուչարյանի վերադարձը Ուրալ միայն կօգնի ֆուտբոլիստին։ Տարխանովը լավ մասնագետ է ու կարողանում է ֆուտբոլիստներին նոր մակարդակի վրա բարձրացնել։ Ռուբինի դեմ վերջին խաղում Էդոն մեկնարկային կազմում ընդգրկվեց ու ասեմ, որ վատ հանդիպում չանցկացրեց։ Հիմա Մանուչարյանը ամեն ինչ պետք է 0-ից սկսի։ Յուրաքանչյուրի թեկուզ եւ լոկալ հաջողությունը կօգնի մեզ դառնալ ավելի զորեղ։ Հովանես Համբարձումյանն ու Տիգրան Բարսեղյանը Վարդարի վերջին խաղում գոլերի հեղինակ դարձան։ Հովան ընդհանրապես այս պահին մեր ամենաստաբիլ լեգիոներներից մեկն է։ Այս ֆուտբոլիստից սպասելիքներ շատ կան։ Վստահ եմ, որ Համբարձումյանին նոր ու ավելի ուժեղ ակումբ է սպասվելու։ Կարծում եմ կհամաձայնվեք, որ Գաել Անդոնյանից սպասելիքները ավելին էին։ Ցավոք տաղանդավոր ֆուտբոլիստը դեռ իր պոտենցիալը ռեալիզացնել չի կարողանում։ Լավ շանս կար ամրապնդվել Մարսելում, առավել եւս հիմա, երբ պրովանսալցիները ունեն հեռու գնացող նպատակներ։ Ու հետո Ռուդի Գարսիան բավականին խելացի ու կրեատիվ մասնագետ է։ Իդեպ գոլի հեղինակ է դարձել նաեւ Մաուրո Գևգեզյանը։ Իսկ հիմա ցավոտ թեմայից։ Նորից հավաքականի հայտացուցակից դուրս մնացին Յուրան ու Արզմանյանը։ Չեմ կարծում, որ Հայաստանի հավաքականը ընտրյալների թիմ է։ Մենք իրոք ունենք այս խաղացողների կարիքը։ Եթե չկան մարդկանց մեղքերը ապացուցող փաստեր, ապա հավաքականի դռները պետք է բաց լինեն բոլոր արժանիների առջև։ Չգիտեմ այնտեղ ինչ է եղել, բայց փաստն այն է, որ մենք առանց այս ֆուտբոլիստների շատ բան ենք կորցնում։ Մովսիսյանը ընդհանրապես ֆանտաստիկ մարզավիճակ է հավաքել։ Ու վերջին խաղում նրա խփած գեղեցիկ գոլը դրա վառապացույցն է։ Հասկանում եք, եթե հավաքականի դռները բաց լինեն բոլորի առջև, սրանով մենք կմոտիվացնենք բազում խաղացողների։ Նա արդեն գլուխ չի պահի, կփորձի նոր նվաճումներ գրանցել ազգային հավաքական հրավիրվելու համար։ Մենք փոքր երկիր ենք, ու յուրաքանչյուր մանրուքի պետք է սրտացավորեն մոտենանք։ Մեզ հայրենասեր մարդիկ են պետք, ովքեր կհավաքվեն մի ընդհանուր գաղափարի շուրջ։ Չեմ ուզում ծայրահեղ լինել, բայց գլուխ պահել հավաքականում հավասարազոր է դավաճանության։ Յուրաքանչյուր մարզիկ սա պետք է շատ լավ հասկանա, եւ սրանք ուղղակի խոսքեր չեն։ Մեզ իրոք հաղթանակներ են պետք։ Մարդիկ ուրախանալու կարիք ունեն։ Մեզ պետք է այնպիսի հավաքական, որ անգամ կպարտվի, բայց դա թասիպով կանի։ Խաղադաշտ դուրս կգա կրակն աչքերում։ Մեր ազգը երբեք էլ չի փայլել թիմային ասպեկտում, եւ սա միայն սպորտին չէ վերաբերվում։ Ցավոք մոռացել ենք, կամ ավելի ճիշտ մեզ ստիպել են, որպեսզի չհավատանք երազանքներին։ Մինչև յուրաքանչյուրս չհասկանա, որ ինքը մի ամբողջական թիմի մասնիկ է, հաջողության բառը մեզ համար անծանոթ կմնա։ Գիտեք ինչ է նշանակում թիմ։ Զոհել սեփական ամբիցիաները թիմակցիդ համար, չտառապել վերմակը քո կողմը քաշելու գայթակղությամբ, պատասխանատու լինել ընկերոջ համար, աջակցել ամենադժվար պահերին, անձնազոհ լինել, շռայլ լինել, պայքարել ցանկացած քառակուսու
համար ու հաղթում են նրանք։ Այո, հենց նրանք, ովքեր պատրաստ են իրենց կյանքը տալ այդ քառակուսու համար։ Եթե կարողացան նրանք, ինչու այս տղեկը չեն կարող։ Ինչ ասացինք այսօր, կարծում եմ բոլորդ լավ գիտեք։ Մենք հեծանիվ չհայտնաբերեցինք։ Մենք որևէ նոր բան չասացինք։ Ընդհանրապես փորձեցինք մեր մոտեցումներով ձեր առջև անկեղծ լինել։ Հիշեք մեր նախորդ հաղորդումների հերոսներին։ Պայքարեք գաղափարի համար, պայքարեք ձեր երազանքի համար։ Իսկ մենք Ինտերֆուտբոլը միշտ ձեր կողքին կանգնած կլինենք։ Արթուր Պետրոսյանին էլ հաջողություն մաղթենք իր բավականին բարդ գործում։ И наша команда будет драться за них. Она будет драться за каждый дюйм. Мы не пожалеем ни себя, ни других в этой игре. Мы вцепимся в этот дюйм зубами. Вцепимся. Այսօր ֆուտբոլը առանց արագության պատկերացնել հնարավոր չէ։ Սպրինտերային արագություն ունեցող ֆուտբոլիստը գնահատված է բոլոր մարզիչների կողմից։ Ակնթարթներ հետո կներկայացնենք մերօրյա ֆուտբոլի ամենաարագավազ խաղացողներին։ Միանգամից ասեմ, որ ցուցակը կազմելուց հաշվի են կառել միայն 2017 թվականի ցուցանիշները։ Այնպես որ չզարմանաք, եթե ձեր սիրած խաղացողներին տեսանյութում չգտնեք։ Այս թվերը մենք չենք հորինել եւ օգտվել ենք ամենահեղինակավոր կայքերից։ Ու հետո արագությունը այնպիսի բան է, որ կարող է փոփոխության ենթարկվել ընդամենը հաշված ամիսների ընթացքում։ Երեք այս ֆուտբոլիստը ուներ այսքան ցուցանիշ, այսօր ունի արդեն այսքան։ Անտուան Գրիզմանը բազում որակներից բացի ունի նաև ֆանտաստիկ արագություն։ Գրիզմանը եւ փլեյմեյքեր է եւ ենթահարձակվող եւ ինչու ոչ նաև ստրայքեր։ Ֆրանսիացու համար Դիեգո Սիմեոնեն անգամ հրաժարվեց 4-2-3-1 սխեմայից, իսկ արգենտինացին սա ամեն մեկի համար չէր անի։ Իրականում Անտուանի արագացումները մի փոքր յուրահատուկ են։ Եթե մյուսներին արագացումներ իրականացնելու համար տարածություն է պետք, ապա Գրիզմանին մրցակցի պաշտպանությունը ճեղքելու համար ավտոբուսային մարտավարությամբ չզվախեցնի։ Այս մարդը ունակ է ինքն իր համար տարածություն ստեղծել։ Անկամ այն ժամանակ, երբ գտնվում է ուժեղ պրեսի տակ։ Նկատեք, որ գնդակը վարելուց ֆուտբոլիստը հասցնում է եւ նայել դրա ուղղությամբ եւ հասցնում է տարածություն չափել։ Այսինքն անգամ գտնվելով ուժեղ արագության տակ, Անտուանը շարունակում է փնտրել ազատ գոտիներ։ Անհրաժեշտության դեպքում էլ գտնում է խաղընկերներին ու կատարում ֆանտաստիկ փոխանցումներ։ Եթե Գրիզմանը արագություն է հավաքում, նրան շատ բարդ է կանգնեցնել։ Ֆանտաստիկ տեխնիկան թույլ է տալիս նրան հաջող վարել գնդակը եւ միևնույն ժամանակ նաեւ մարմնով խոչընդոտել մրցակցի տեղաշարժը։ Դուգլաս Կոստան մեր սիրած սպորտաձևի բակային ֆուտբոլի վերջին մոհիկաններից է։ Շատ քիչ խաղացողներ կան, ովքեր ունեն ահա այսպիսի դրիբլինգ ու տիրապետում են նման հնարքների։ Բրազիլացու նվաստացուցիչ խապսերից մրցակցի մոտ շատ հաճախ գլխապտույտ է սկսվում։ Սակայն բացի այս որակներից Կոստան իր արսենալում ունի նաև պայթունավտանգ արագություն։ Դա թույլ է տալիս ֆուտբոլիստին զարգացնել գրողների տեմպը դրանք կազմակերպելու ժամանակ։ Դուգլասը ավելի արագ է գնդակով, քան առանց դրա։ Ֆուտբոլիստը այնպես է քանդում մրցակցի պաշտպանությունը, որ տպավորություն է ստեղծվում, ասես տրակտորով է գրողում։ Ճիշտ է, երբեմն արագացումների ժամանակ պատահում է նաև խոտան, բայց դա չի փրկում մրցակցին տխուր հանգուցալուծումից, որովհետև Դուգլաս Կոստայի սպրինտերային արագացումներին դիմադրելը բավականին բարդ է։ Կևին Դե Բրոյն, Ռոմելո Լուկակու, Խուան Կվադրադո եւ իհարկե Մոհամեդ Սալահ։ Ահա ինչպիսի խաղացողների է Ժոզե Մորինյոն Չելսիում ցույց տվել դռան կողմը։ Մոհամեդ Սալահը համաշխարհային ֆուտբոլի ամենաարագավազ խաղացողներից մեկն է։ Ընթանում է Կոպա Իտալիայի Յուվենտուս Ֆիորենտինա հանդիպումը։ Մանուշակների վինգեր Մոհամեդ Սալահը դաշտի կենտրոնից իրականացնում է տպավորիչ արագացում։ Վազքի ընթացքում եգիպտացին ձեռնուն այն է թողնում ծեր Սինյորայի բոլոր պաշտպաններին եւ արդյունքում ճշգրիտ հարվածով գնդակն ուղարկում Մարկոս Տորարիի պաշտպանած դարպասը։ Այս դրվագում Սալախի արագացումը հասավ 37 կմ/ժ արագության։ Գնդակը վարելով նա կտրեց մոտ 70 մետր։ Ինչպես ասենք բակերում, երբ գնդակը առաջ ենք գցում ու վազում դրա ետևից։ Բացի ֆանտաստիկ արագությունից Սալախը նաև խելացի ֆուտբոլիստ է։ Մեկ խաղի ընթացքում նրա փոխանցումների ցուցանիշը հասնում է մոտ 2.5 Կան ուղղակի արագավազ ֆուտբոլիստներ եւ արագավազներ, ովքեր դա ավելի լավ են անում գնդակով։ Ահա եւ միակ խաղացողը աշխարհում, ով գերազանցում է եգիպտացուն այս ասպեկտում Լեո Մեսին է։
Խուան Կվադրադոն համաշխարհային ֆուտբոլի ամենաթերագնահատված խաղացողներից մեկն է։ Նրան նույնպես կարելի է Ժոզեի զոհերից համարել։ Հավատացեք, որ կոլումբիացին շատ կարևոր օղակ է այսօրվա Յուվեի համար։ Երբ Խուանը մեկնարկային կազմում չէ, դա միանգամից անդրադառնում է Իտալիայի չեմպիոնի խաղի վրա։ Խուան Կվադրադոն առաջին հերթին փայլում է մեկնարկային բարձր արագությամբ։ Սա այն դեպքերից է, որ կապ չունի գնդակով թե առանց գնդակի։ Բավականին անկանխատեսելի ֆուտբոլիստ է, ով աչքի է ընկնում ոչ ստանդարտ գործողություններով։ Առաջին հայացքից սովորական վինգեր, բայց իրականում ֆուտբոլիստ, ումից արագացման ժամանակ շատ բարդ է գնդակ խլել։ Կոլումբիացին ունակ է ամբողջովին փակել աչթևը։ Կարող է հանդես գալ վինգերի, լոտերալի եւ անգամ աչ պաշտպանի դիրքում։ Ու թող տպավորություն չստեղծվի, որ այս ֆուտբոլիստը միայն վազել է կարողանում։ Կոլումբիացին ունակ է եւ արդյունավետ փոխանցումներ կատարել եւ հեռահար դիրքերից գոլեր խփել։ Ինչու ոչ, շատ հաճախ փայլում է նաեւ երկրորդ հարկում։ Պիեր-Էմերիկ Օբամեյանգը արագավազ խաղացողների ամենակարկառուն ներկայացուցիչներից է։ Առաջին հայացքից այս ֆուտբոլիստը թույլ կողմեր գրեթե չունի, բայց իրականում Օբամեյանգը վտանգավոր է հատկապես հակագրոհների ժամանակ, այսինքն երբ կա տարածություն, երբ կան ազատ գոտիներ, իսկ դիրքային հարձակումների ժամանակ գաբոնցին նույն էֆեկտիվությամբ չի փայլում։ Մարզումներից մեկի ժամանակ հարձակվողը 30 մետր տարածությունը հաղթահարեց 3.7 վայրկյանի ընթացքում։ Ֆանտաստիկ մեկնարկային արագություն, որից հետո Օբամեյանգը գերազանցեց անձամբ Ուսեյն Բոլտի ցուցանիշը։ Գլխավոր առավելությունը այն է, որ գաբոնցու համար միևնույնն է արագացումը կիրականացնի գնդակով թե առանց գնդակի։ Լայն քայլերի շնորհիվ հարձակվողը կարողանում է գերազանցել մրցակիցներին։ Բացի դրանից, այս ֆուտբոլիստը նաև բավականին աշխատասեր է։ Ու հիմա սպրինտերային արագությունից զատ ձեռք է բերել նաև իսկական ռմբարկուին բնորոշ հոտառություն։ Գարեթ Բեյլը իսկական արագավազորդ էր հատկապես այն ժամանակ, երբ հանդես էր գալիս Տոտենհեմի կազմում։ Գարեթը խաղադաշտից ձախ թևում ձեռնունայն էր թողնում գրեթե բոլոր մրցակիցներին։ Մայկոնն ու Խավիեր Զանետին կհաստատեն խոսքերս։ Շնաձկների կազմում Բեյլը ուրիշ ոճի ֆուտբոլիստ էր։ Մադրիդ տեղափոխվելուց հետո փոխվեց նաև Ուելսցու խաղավոճը։ Հիմա նա պատասխանատու է արդեն խաղային այլ ճյուղերի համար։ Իհարկե սերուցքայինների կազմում ֆուտբոլիստը իր արագությունը չկորցրեց։ Ուղղակի իր խաղային զինանոցին ավելացրեց նաև նոր հմտություններ։ Երբ Բեյլը արագություն է հավաքում, նրան շատ բարդ է կանգնեցնել։ Ոչ ոքի չնկատելով ֆուտբոլիստը հաղթահարում է հեկտար տարածություն։ Բարսելոնայի դարպասը խփած հաղթական գոլը իրականացնելիս Բեյլը գրանցեց հետևյալ ցուցանիշը։ Անցում, որի ժամանակ գրանցվեց 34.7 կմ/ժ արագություն։ 2015 թվականին Գարեթ Բեյլը ճանաչվեց որպես աշխարհի ամենաարագավազ ֆուտբոլիստ։ Այն ժամանակ Ուելսցին վարում էր գնդակը մոտավոր 37 կմ/ժ արագությամբ։ Իրականում այս ցուցանիշը շատ բարդ է գերազանցել։ Ուղղակի ժամանակի ընթացքում բազմաթիվ վնասվածքներից հետո Բեյլի արագությունը նահանջ ապրեց։ Չզարմանաք, բայց այս պահին 2017 թվականի դրությամբ ամենաարագավազ ֆուտբոլիստը Էկտոր Բելերինն է։ Ահա ձեզ ներկայացնում ենք թվեր, որոնք հրապարակել են Եվրոպայի ամենահեղինակավոր կայքերը, եւ ամերիկյան եւ ռուսական։ Այնպես որ այս թվերը մենք չենք հորինել։ Իրականում Էկտոր Բելերինը բավականին աշխատասեր ֆուտբոլիստ է։ Այս մարդը անընդհատ շարժման մեջ է գտնվում։ Ու գիտեք գլխավոր առավելությունը որն է։ Այն, որ իսպանացին եւ լավ հարձակվում է եւ հաջողությամբ պաշտպանվում։ Տիրապետում է մեկնարկային ֆանտաստիկ արագության։ Էկտորը սպրինտերային թափը ունակ է հավաքել անգամ առանց գնդակի։ Իսպանացին նույնպես հասցրել է տխրեցնել Ուսեյն Բոլտին։ Կարճ տարածության վազքի ժամանակ իսպանացին գերազանցել է ջամայկացու ռեկորդը։ Արսենալի սպրինտերը 40 մետրանոց կարճ տարածությունը հաղթահարել է 4.42 վայրկյանում։ Եթե այդ դիմակայությանը մասնակցեր նաև Բելերինը, ապա իսպանացին բոլորից առաջ կլիներ 2 մետրի ինտերվալով։ Կարծում եմ հասկացաք, թե ինչու է Բարսելոնան ամեն գնով ուզում ձեռք բերել հենց այս խաղացողին։ Իհարկե հարցեր կլինեն, իսկ ուրեն Մեսին ու Ռոնալդուն։ Ասեմ, որ համաշխարհային ֆուտբոլի այս երկու գազանները արդեն վաղուց դուրս են մնում արագավազ խաղացողների լավագույն տասնյակից։ Ռոնալդուն ուներ ֆանտաստիկ արագություն հատկապես այն ժամանակ, երբ հանդես էր գալիս Մանչեսթերում։ Այն ժամանակ պորտուգալացին փայլում էր տարատեսակ ֆինտերով ու հիանալի դրիբլինգով։ Հիմա Ռոնալդուն մեծացել է ու շեշտը ավելի շատ դնում է հոտառության փորձի ու ճիշտ դիրք ընտրելու վրա։ Մեսին նույնպես կորցրել է իր մեկնարկային արագությունը, բայց շարունակում է դոմինանտ մնալ գնդակը վարելու արագացումների
ժամանակ։ Շատ բարդ է գնդակը խլել Լեոից, երբ արգենտինացին պատրաստում է անհատական անցում։ Այսպիսի անցումներից հետո նա դարձել է բազմաթիվ գեղեցիկ գոլերի հեղինակ։ Այս պահին Լեոյի ցուցանիշը առանց գնդակի հասնում է 32.5 կմ/ժ արագության։ Յուրահատուկ ինչու ոչ նրբագեղ արագացումներ ունի նաև Նեյմարը։ Այստեղ շեշտը դրվում է տեխնիկայի ու խապսերի վրա։ Բրազիլացին սիրում է մրցակիցներին հանկարծակի բերել։ Մեր Հենոյին նույնպես արագավազորդ չես համարի, բայց գնդակով Մխիթարյանը տվյալ ասպեկտում դառնում է լավագույններից մեկը։ Այդպես էր Բորուսիայում, այդպես է նաև Մանչեսթերում։ Հենոյի արագացումներին շատ բարդ է դիմակայել։ Դրանք շատ ճշգրիտ են կատարվում ու մրցակիցների մոտ առաջացնում են իսկական գլխապտույտ։ Գնդակը վարելու սրընթաց ոճը չեն կարողանում կարդալ համաշխարհային ֆուտբոլի անգամ ամենահզոր պաշտպանները։ Գնդակով մեր կիսապաշտպանը ունակ է կտրել հեկտար տարածություն։ Գրեք կոմենտներում Հայաստանի ազգային հավաքականի ու արագավազ ֆուտբոլիստների վերաբերյալ։ Իրականում արագավազները ֆուտբոլում շատ են, ու մենք մի քանիսին միտումնավոր ենք բաց թողել։ Կսպասենք ձեր կարծիքներին ու կփորձենք պատասխանել բոլոր մեկնաբանություններին։ Հետևեք նաև Armsport.am կայքին, որտեղ հարցում է ընթանում Հայաստան-Ղազախստան խաղի վերաբերյալ։ Կարող եք հայտնել ձեր կարծիքները քվեարկելով ահա այս հարցմանը։ Իսկ հիմա ներկայացնում եմ մեր գործընկերոջ Եփուբեթի նոր քրոս-բեթինգ ծրագիրը։ Այն իր տեսակով առաջինը կլինի հայկական բուքմեկերական շուկայում։ Եվրոֆուտբոլի բոլոր հաճախորդները հնարավորություն կունենան խաղադրույքներ կատարել իրենց ֆավորիտ թիմերի հանդիպումների վրա, եւ սակայն են արդեն նոր ձևաչափով։ Քրոս-բեթինգը ծրագիր է, որի միջոցով կատարվում են խաղադրույքներ երկու թիմերի խփած գնդակների համեմատության վրա։ Ծրագրում նշվում են այն մրցախաղերի անունները, որոնցից կազմակերպիչը առաջարկում է համեմատվող զույգը։ Համեմատվող թիմերի մրցակիցների խփած գոլերը հաշվի չեն առնվում։ Օրինակ Ռեալ Օսասունա կամ Բարսելոնա Բետիս խաղերից պետք է համեմատել միայն Ռեալի ու Բարսելոնայի խփած գոլերը։ Եթե Ռեալ Օսասունան ավարտվել է 3-4, իսկ Բարսա Բետիսը 4-2 հաշիվներով, ապա այս դեպքում Ռեալ Բարսելոնա իրադարձությունը համարվում է ավարտված 3-4 հաշվով։ Այսինքն Օսասունայի ու Բետիսի խփած գոլերը հաշվի չեն առնվում։ Կարծում եմ հոգնել եք խաղադրույքներ կատարելու ավանդական միջոցից։ Իսկ քրոս-բեթինգի առկայությամբ կկատարեք շահավետ, կրեատիվ եւ հետաքրքիր խաղադրույքներ։ Այն արդեն հասանելի է Եվրոֆուտբոլի բոլոր բաժանորդների համար։ Շնորհակալ ենք մեզ համար անչափ հարազատ դարձած բաժանորդներին ակտիվության համար։ Դուք եք մեզ ուժ տվողը, այնպես որ եկեք միասին համատեղ ուժերով ստեղծենք որակյալ արտադրանք։ Հավանեք տեսանյութը, կիսվեք դրանով ու բաժանորդագրվեք մեր ալիքին։ Շուտով մեր թիմը ձեր շնորհիվ կհատի 10,000-ի սահմանը։ Պինդ եղեք, կհանդիպենք։